Այսինքն հիմքը ո՞րն է, ես պետք է մեռնեի, այսինքն վատանալի քիչ էր, էլի, ես պետք է մեռնեի, նոր գայի, ասենք պլանային ստուգում կատարեի։ Ինչը դաղությունից Թուրքիայից ցնավորված ապրանք եկավ, դուք պետք է ասեք, մենք կերանք ցնավորված շատերը նստեցին հիվանդանոց, դուք պետք է ասեք, որ հիմնավոր պատճառ կա։ Քաղաքացին ահազանգում է Նոր-Նորքի երկրորդ զանգվածում գործող խանութներից մեկից գնել է պահածոյացված մարինացված մանդակ, ուտելուց հետո միայն նկատել, որ ապրանքի պիտանելիության ժամկետն անցած է եղել, արդեն 2 օր քաղաքացու փոխանցմամբ ինքն այդ օրը խիստ վատացել է և միայն տնային պայմաններում թան խմելուց հետո ուշքի է եկել։ Վերջինս նաև կասկածներ է հայտնում, որ խանութի տերերը իրենց տանը հակահիգիենիկ պայմաններում տնական հյութեր ու կոմպոտներ են պատրաստում ու առանց ակցիզների ու մակնշման վաճառում այդ խանութում։ Իմ բողոքը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ է կապված։ Ճիշտ ասած, ես ուզում եմ, որ ամբողջ Հայաստանը իմանա այդ մասին, թե ինչ ձևի ամփոփ են իրանք աշխատում, քանի որ ես խանութներից մեկում քիչ հետո հասցենք ասեմ, բռնացրել էի մի ապրանք, որը որ ժամկետն անցել եւ նախորդ, այսինքն ուտելուց հետո եմ ժամկետը նայել, որ ժամկետի մեջ չի այլևս, այսինքն ժամկետը ավարտվել է, իրանք այդ ապրանքը չեն հետ տվել։ Ես վատացել եմ այդ օրը, գազավոյթան եմ խմել, ուշքի հազիվ եմ եկել, դա թթու դրած պահածոյացված մանդակ ա եղել։ Հետո բացի դրանից իրանք խանութի տերերը այդ կամպոտները մրգային ոչ թե կոնկրետ մի գործարանից են առնում, իրանց տունը սարքել են գործարան ու հայտնի չէ ինչ պայմաններում են հակահիգիենիկ կլինի, թե հիգիենիկ պայմաններում են սարքում այդ կամպոտները առանց յառլիկ, առանց աքսիսի վաճառում են, ու հայտնի չէ ինչ պայմաններում են սարքում։ Քանի որ ես ջղայնացած եմ եղել խանութի տերերի հետ կապված բողոք եմ գրել, դիմու բողոք, ապրանքը հետս տարել եմ, տնօրենին հասել է Viber-ի վրա, որ ես վիդեո արած ոնց եմ այդ բանի վրայից, դախլի վրայից ապրանքը վերցնում եմ, սաղ վիդեո արած, նկարել եմ, ուղարկել եմ Viber-ին, որպես ապացույց եւ ինձ, այսինքն, եթե դու նկարում ես ժամկետը, ուղարկում ես Viber-ով, դուք, այսինքն, հիմա իրանք չեն էլ կարա ասեն, որ դու իշխանությունից ես վերցրել, որտեղ վիդեո արած կա այդ խանութը, որ ես մտնում եմ, կասայի աշխատողին բարևում եմ, վերցնում եմ այդ խանութի միջից տեղում եմ լրի, վիդեո արած նկարած։ Ամեն ապացույցներով ես ապացուցում եմ, որ այդ խանութի ու իմ ջանուց ասեմ, 3 տարի այդ խանութը գործում է եւ պլանային ստուգումներ արված չի։ Քաղաքացին վստահեցնում է, որ ունի անհերքելի ապացույցներ, նա հեռախոսով տեսանյութ է նկարել, թե ինչպես է մտնում խանութ, դարակից վերցնում ժապկետանց ապրանքն ու մոտենում դրա մարգխին։ Այս ամենը նա ուղարկել է ՍԱՏՄ, սակայն տեսչական մարմնից գրավոր պատասխանել են, թե ստուգումներ անելու հիմքեր չկան։ Քաղաքացին վրդովված է, նա կարծում է պատկան մարմինները մատերի արանքով են նայում սպառողների առողջությանը։ ՍԱՏՄ բողոքել եմ դիմում բողոք եւ ինձ գրավոր պատասխան ինչա եկել, որ դիմումի մեջ նկարագրված իրավիճակը հիմքեր չունի, որպեսզի մենք ստուգման աշխատանքներ կատարենք տվյալ խանութում։ Այսինքն հիմքը ո՞րն է, ես պետք է մեռնեի, այսինքն վատանալի քիչ էր, էլի, ես պետք է մեռնեի, նոր գայի, ասենք պլանային ստուգում կատարեի տվյալ խանութում։ Ինքը շատ ինջայլոց են վերաբերվում այս հարցին, ու ես շղայնակա ասի վաղը չեմ ուզել, եթե Թուրքիայից ցնավոր ապրանք գա։ Հիմա ես շղայնացած ասեցի վաղը չեմ ուզել, Թուրքիայից ցնավորված ապրանք եկավ, դուք պետք է ասեք, մենք կերանք ցնավորված շատերը նստեցին հիվանդանոց, դուք պետք է ասեք, որ հիմնավոր պատճառ կա, ես վատացել եմ, ապացուցել եմ, որ ժամկետման ապրանք է, ինչ եք դուք գրել Հավայի տնտանկապ բան ուղարկելին։ Չեք ուզում աշխատել, չեք ուզում պլանային ստուգում կատարել, գալ, ամբողջ ապրանքները ստուգել, չեք ուզում աշխատել, աշխատակիցները մատերի արանքով են նայում ցանկացած խանութի, ուրեմն ապրանքների հետ կապված։ Սա լուրջ խնդիր է։ Սակայն Պանորամայ-ը նաև պարզաբանում խնդրեց տեսչական մարմնից։ ՍԱՏՄ ներկայացուցիչը մեծ զրույցում նշում է, որ իրենք ստացել են քաղաքացու դիմումը, սակայն որևէ իրավական հիմք չեն ունեցել խանութում ստուգումներ սկսելու համար։ Գրում եմ մանդակը ուտելուց հետո վատ եմ զգացել, հայտնվել եմ վատ վիճակում եմ հայտնվել։ Հավել եմ, որ խանութի տերը իրենց տանը պատրաստում է տարբեր մրգերից հյութեր եւ վաճառում։ Հայտնի չի ինչ պայմաններում եւ այլն եւ այլն։ Այսինքն
Սա էլ որևէ հիմնավորում չունի։ Ցանկացած խանութի վրա կարելի է զանգել ասել իր տունը ինչ որ բան է սարքում վաճառում։ Ինքը հիմնավորում որևէ տեսակի չի ուղարկել։ Հյութերի մասին, երբ մարդը խոսում է, ընդհանրապես որևէ տեսակի հիմնավորում չունի։ Եվ պահածոյացած մանդակի վերաբերյալ կոնկրետ իրականացնող, ինչ որ ժամկետ է նշված, բայց հիմք ներկայացված չի որպես այդպիսի։ Այսինքն մարդը չի կարա ջերմուկի կտրոն ներկայացվի ու ասի ես մանդակ եմ գրել, որտեղ մանավանդ մանդակը ես պատկերացնում իրականում եթե մանդակից վատանար, սենց հեշտ չէր պրծնելու, էլի մանդակը լուրջ խնդիր կառաջացնի։ Անուշ ջան, իսկ այսինքն եթե ահազանգավոր օրինակ քաղաքացին իրենց տանը ինչ որ բաներ է պատրաստում, վաճառում, դուք դրա հետքով չեք գնում ամեն դեպքում։ Այսինքն յուրաքանչյուրի հիմք պիտի ունենամ, չէ։ Մարդու տանը պատրաստված եւ վաճառվող բանը ես պիտի հիմք։ Ինչ վերաբերում է տանը պատրաստվող հյութերին, ՍԱՏՄ-ից վստահեցնում են, եթե քաղաքացին տարրական ապացույց ունենա, իրենք անմիջապես կգնան հետքերով, կպահանջեն փաստաթղթեր, կտուգանեն ու կկասեցնեն վաճառքը, բայց տվյալ դեպքում որևէ փաստացի հիմնավորում չի եղել։ Սակայն քաղաքացին դժգոհ է, նա պնդում է, եթե Թուրքիայից բերեն վտանգավոր սնունդ ու վաճառեն խանութներում, ՍԱՏՄ-ն սա թույլ կտա, թե ոչ։ Քնարիկ Սահակյան, Պանորամա է։